Նախ ուզում եմ մի փոքր այսպես, չգիտեմ, ինֆորմացիա կամ որպես ռեպլիկ քննարկումների ժամանակ խոսվեց պետական պարտքի հետ կապված դրա խնդիրները, նաև շատ քննարկում եղավ ու քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը նաև որպես լավ այսպես ցուցանիշ նշեց 2017-ի տվյալները եւ հիմիկվա տոկոսային ՀՆԱ հարաբերակցության հետ պետական պարտքի, ուղղակի զուտ որպես հիշեցում 1999 թվականին պետական արտաքին պարտքը եղել է շուրջ 50%, 2007-ին դա դարձել է 12%, կարծում եմ սա լավ ցուցանիշ է ու նաև այս հետ առաջ համեմատությունների մեջ ուղղակի ուզեցի սրա մասին հիշեցնել։ Իսկ հարցս հետևյալի մասին է, նաև խոսվեց ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում այն տնտեսական առավելությունները, որը մենք ունեցանք, կարծում եմ սա ոչ մեկի համար գաղտնիք չի ու փաստ է, ու ինչքան էլ որ ցավալի է այդ պատերազմի փաստը, այն որ կա եւ աստվածա հնարավորինչափ շուտ վերջանա, այս հրա արդյունքները վերջանալուց հետո ոնց եք գնահատում, ինչ ազդեցություն անելու այդ հսկա հոսքը, չգիտեմ, բանկային ոլորտի հետ կապված, туриզմի հետ կապված, արտահանում, ներմուծում, մենք գիտենք, որ այստեղ հսկայական տնտեսական օգուտ է ունենում Հայաստանը։ Հայ ոնց եք պատկերացնում, սա ինչ հնարավորություն կա զսպելու հետագայում պատերազմի դադարեցման դեպքում, երբ որ սրա գոնե մի մեծ մասը կարծում եմ դուրս է գալու մեր տնտեսությունից։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան։ Ուրեմն, ճիշտ ասած, ներկա վիճակի հետ կապված հուսադրող կանխատեսումներ չունեմ ցավոք սրտի ներկայի մասին, որովհետև ինչ-որ փակուղային իրավիճակում ենք հայտնվել ու չգիտեմ, չեմ պատկերացնում այս վիճակից ինչպես պետք է դուրս գանք, եւ դուրս գալը կունենա առնվազն վատ հետևանքներ ներմուծվող ապրանքների մասով։ Քիչ առաջ ես նշեցի Իրանի Իսլամական Հանրապետությունը 700 միլիոն դոլարի ներմուծում ունենք, մոտարապես 4 միլիարդ դոլարի ներմուծում ունենք Ռուսաստանի Դաշնությունից եւ այս ամբողջը, եթե հարկվի մաքսատուրքերով, հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների դիմաց մաքսատուրքեր չեն գանձվում, եւ այդ շղթայական ռեակցիան նաեւ հաշվի առնելով, առանձին ապրանքատեսակներ կարող են թանկանալ մինչեւ 20%-ով։ Սա ներկայի հետ կապված։ Ինչ վերաբերում է ինչ պետք է լինի, կարծեք թե անուղղակիորեն ես արդեն փորձեցի պատասխանել, այս ընթացքում պետք է ուրեմն տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին մտածեին գործող իշխանությունները, կարծում եմ, իրականում մտածեին, որովհետև տպավորություն է, որ իրենց իշխանության օրոք ամենամեծ կախվածությունն է առաջացել Ռուսաստանի Դաշնությունից։ Դա փաստ է, դա թվերով է ապացուցվում։ Այսինքն ոչ թե ես քաղաքական հայտարարություն եմ անում, այլ զուտ թվերով Ռուսաստանից ամենամեծ կախվածությունը մենք ունենք գործող իշխանությունների օրոք։ Ինչ է նշանակում դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան, տեսեք, եվրոպական շուկան շատ բարդ շուկա եւ տարբերություն կա եվրասիական շուկայի եւ եվրոպական շուկայի միջեւ։ Ի տարբերություն եվրոպականի, երբ որ ապրանքները արտանվում են եվրասիական շուկա, սպառողները ոչ միայն մեր հայրենակիցներն են, այլ նաեւ ռուսներն են, բելարուսներն են, ղազախներն են, ղրղզներն են։ Հիմա երբ որ նայում ենք Եվրոպա եւ Ամերիկա արտահանման ծավալները, ովքեր են սպառողները, դրանք գործնականում մեր հայրենակիցներն են։ Սովորույթի ուժով եւ այլն եւ այլն։ Հիմա որպեսի պահանջարկ ձևավորվի այդ ապրանքների գյուղմթերքի հետագծելիություն, որակ, թունամ քիմիկատներ եւ այլն, դրա համար պետք է քայլեր ձեռնարկվեին այս տարիների ընթացքում։ Եվ հերիք չի ձեռնարկվել։ Մի հատ էլ այն եղած հնարավորությունն են հարվածի տակ դրել։ Ես քիչ առաջ բերեցի մի քանի օրինակներ ընդամենը եւ օրինակ նույն ոսկու օրինակը կարող եմ բերել, երբ որ շուրջ 60 միլիարդ դոլարի ոսկի էր ներկրվում Հայաստան, այնուհետեւ արտահանվում Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, մեր պարոն Կարապետյանը խմբակցության ղեկավար մի շատ լավ արտահայտություն արեց, տպավորվել է, ասում է, երբ որ կարակին ձեռք ես տալիս, այդ կարակի հետ կմնում ափիտ մեջ։ Այն մերը մոտարապես այդպես է եղել։ Եկել է ինքնաբերաբար փող ենք աշխատել։ Երկիրը ինքնաբերաբար փող է աշխատել։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մի գեղեցիկ օր ոսկու արտահանման վրա սահմանվեցին տուրքեր ու այդ բիզնեսը մեռավ։ Հերիք չի դա, մի հատ էլ Ռուսաստանում, քանի որ կար արտահանման մաքսատուրք, այդ Ռուսաստանում արտահանման մաքսատուրքը հաշվի առնելով այն նոր արատավոր երևույթներից էիք դուք հարց տալիս, թող ոսկի ներկրողներ իմ ասածը հաստատեն եւ կհաստատեն, եթե պետք լինի։ Ձեր հարկային եւ մաքսային մարմինները ստիպում էին, հիմա չկա էլ արդեն, որ միանգամից շահութարկ վճարեն, առանց հաշվի առնելու ոսկու ներկրման եւ արտահանման մարժան։ Ավարտեք արձագանքը, դուք շարունակեք։ Օրինակներից մեկն էր, ուղղակի ժամանակը չհերիքեց։ Արձագանք։ Որպես արձագանք ցանցունեք, կարող եք շարունակել թեման։ Եվ սա օրինակներից մեկը ընդհանրապես ես բերեցի,
Ուրեմն բանկային համակարգն ուղղակի թեման շատ ծավալուն է, չեմ հասցնի ասել, նույն առանձին կառավարության որոշում կա, որ արտահանումը սահմանափակել են անուղղակի, ասեմ ավելին, մի ծիծաղելի բան ասեմ, պրիմիտիվ գուցե հնչի, ես դահլիճում քննարկման թեմա չի, գուցե այն երկիրը, որը որպես օրինակ բերեմ, դա էլ ինչ որ հեգնական բան առաջացնի, հարգելի գործընկերներ, նույն Բելարուսը ինչ էր անում։ Լեհաստանի լեհական գյուղմթերքը վերափաթեթավորում եւ իր երկրին օգուտ տալու համար արտահանում էր որպես եվրասիական ապրանք։ Հիմա մեր երկրում հակառակն է եղել, փոխանակ այդ հնարավորություններից օգտվենք, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ մաքսատուրքը ավելացնում է, մեկ ցածրացնում է, յուրաքանչյուր երկիր դա աքսիոմա է։ Ինքը կարողանում է օգուտներ քաղել, լուրջ երկրները օգուտ են քաղում, մենք հակառակն ենք արել։ Եվ երբ որ հարցեր առաջանում, օրինակ ասենք, նույն այդ այն կանխավարկածից ելնելով, որ առանձին ապրանքատեսակներ պետք է ներկրվեն, այնուհետև արտահանվեն Ռուսաստանի Դաշնություն, ճշտում էին այդ ապրանքը, ինչ ապրանք է, եւ որպես հակառուսական սանկցիա չէին թույլ տալիս։ Այնինչ Հայաստանը չի միացել հակառուսական սանկցիաներին։